Ողջույն իմ սիրելի քրիստոնյա ժողովուրդ, ուզում եմ ձեզ հետ կիսվել մի շատ լավ լուրով, շատ շուտով, իհարկե Տիրոջ կամքով։ Ուզում եմ, որ իմ կարդացած աստվածաշնչյան խոսքերը նաև լինի մեկնությունով։ Եթե ցանկություն ունեք, կարող եք բաժանորդագրվել էջին, որպեսզի սովորեք Աստծո խոսքը ճշմարիտ։ Իսկ հիմա ուզում եմ մի խորհուրդ տալ ձեզ, որից հետո կընթերցեմ այդ առակը։ Պատկերացրեք, ձեզ կանչել են աշխատանքի ու ասում են, որ ոչ մի բան պետք չի, մենակ եկեք։ Մի քանի օր առաջ ռեալ կյանքում իմ հետ մի դեպք պատահեց։ Չեմ ուզում մանրանամ, թե ինչ իրավիճակում հայտնվեցի, բայց եկեք կարդանք այս առակը, 10 կույսերի առակը։ Եկեք ընթերցենք Մատթեոս 25 գլուխ 1-ից 13 խոսքերը։ Այդ ժամանակ երկնքի արքայությունը կնմանվի 10 կույսերի, որոնք իրենց լապտերներն առած դուրս ելան Փեսային դիմավորելու։ Նրանցից 5-ը իմաստուն էին, իսկ 5-ը հիմար։ Հիմարները իրենց լապտերները վերցրին, բայց իրենց հետ ձեթ չառան, սակայն իմաստունները իրենց լապտերների հետ նաև ամաններով ձեթ վերցրին, եւ երբ Փեսան ուշացավ, բոլորը նիրհեցին ու քնեցին, եւ կեսգիշերին աղաղակ ելավ. ահա Փեսան գալիս է, դուրս ելեք նրան դիմավորելու։ Այդ ժամանակ բոլոր կույսերը վեր կացան ու իրենց լապտերները կարգի բերեցին։ Հիմարները իմաստուններին ասացին. մեզ ձեր յուղից տվեք, որովհետև մեր լապտերները հանգչում են։ Իմաստունները պատասխանեցին ու ասացին. չլինի թե մեզ ու ձեզ չբավականեցնի, ավելի լավ է վաճառողների մոտ գնաք ու ձեզ համար գնեք։ Երբ նրանք գնացին գնելու, Փեսան եկավ, ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահ մտան եւ դուռը փակվեց։ Հետո եկան նաեւ մյուս կույսերը եւ ասացին. Տեր, բաց արա մեզ համար։ Իսկ նա պատասխանեց ու ասաց. ճշմարիտ եմ ասում ձեզ, ես ձեզ չեմ ճանաչում։ Արթուն կացեք, որովհետև չգիտեք ոչ օրը, ոչ էլ ժամը։